Շատ եմ սիրում այս Վագնի թաղամասը, այնքան սիրուն տներ են, սենց հանգիստ, խաղաղ։ Կուլտուրական միջավայր։ Այս տունը վաճառում ենք $820,000։ Ինչքան սիրուն արտաքին տեսք ունի։ Այս Opel-ն է փչացնում տեսքը, պատկերացը Ferrari տա կանգնելու, ավելի սիրուն անա, ասես գալու ահա։ Ահա։ Տանտերը մենակ պուլտն է տվել մեզ, սենց պետք է մտնենք։ Սա գարաժը, չէ՞։ Այո։ Դարս կտրած տրավերտինով։ Առաստաղների բարձրությունը 3.5 մետր։ Լուվրա էլի։ Այստեղ մեքենայի տեղ։ Պատի հետևը կացայատան տեղն է հատկացրած, բայց բերեք առուտ եկեք տեսնես, տեսեք միշտապատերը, եթե գիտեք գրեք այս քարի անունը նորություն է ոնց որ։ Հա, հետաքրքիր է։ Ոնց որ սա շենի բլոկ չի, ուրիշ բլոկ է։ Դուռը զգա։ Մեծ դուռ։ Ու առաստաղները։ Բարձր։ Սանհանգույց, խոհանոց, խոհանոցը կարա միանա հյուրասենյակին կամ այստեղ խոհանոց, նաննջասենյակ, կարծես թե եւ ետնամասը։ Ձյանը, հողամասը ինչքան էր քառակուսին։ Հակա։ 650։ 650, տունն էլ 370։ Տունն էլ 370։ Բակում մի խոսքով լողավազան բան կկառուցեք։ Էլի հարևանությամբ պատել կա, տես փակած է այս մեկը, լավ է, մի քիչ պրիվատնեսը շատ է, լավն է։ Շատ լուսավոր է ու արևկող է, կարևորը։ Ննջարան։ Երևի լվացքատուն, ամեն ինչ կա, այստեղ մասեր։ Ես շատ հավանեցի այս առաստաղի բարձրությունը, իսկապես հաշվի առեք, որ VRF սիստեմ դնեք, մոտ 30 սանտիմ բալկայի չափով իշտելու է, հա, ու մաքուր ինչքան որ գյաջացա, այդքան պահպանվելու է, ու այստեղ կարելի է տենց ռետրո, ինչ-որ կլասիկ, մոդերն կլասիկ ետ խառնել, ու ստացվի գեղեցիկ, այ, բացվեց։ Մեծ տիրասա ունի, այստեղ մի հատ ետնամասները։ Այս տունն էր, որ ասում մի քրիստիտը, ագիստա, մի միլիոնով, ոչինչ, տես, չեն ուզում որ վաճառի, մի միլիոնով գնաց այս տունը, չեկա կառնել, այդքան ռեկլամ արեցի։ Այստեղ մի հատ լողավազան, էլի հարևանի նման տեսեք խորովածանոց, գրեք մեկնաբանություններում, թե 0-ից կառուցել նման տուն, ինչքան կարժենա, որ գինը հասկանանք։ Հողամասը $500 արժի նման։ Վագնիում։ Այո, $500 հողնա, 500 անգամ 650 արեք, հանեք 820-ից, ու լուս հարեք շինարարությունը, մեկ եք մի 20% մարժամ սեփականատիրոջ։